Ամայից գործնելուց հետո մաշկս մի փոքր այլ կերպ եմ հիմա խնամում։ Ստրեսից աչքերիս այտուցները էլ ավելի արտահայտված են։ Ավելի հաճախ եմ օգտագործում այտուցները հանգստացնող այս աչքերի պատչերը, որոնք հենց վարունգի մզվածքից են։ Ու ավելի հաճախ օգտագործում եմ սառացնող, դեմքը թարմացնող եւ իհարկե լիմֆատիկ դրենաժի համար օգտակար այս կտորե դիմակները, որովհետեւ եկեք ճիշտը խոսենք, ես ուղղակի հիմա դրա կարիքը շատ ունեմ, հատկապես այս ռոլերի։ Ու սկսել եմ առավոտներն օգտագործել աչքերի այտուցների դեմ հենց այս շիճուկը։ Ստրեսից ամենաշատը հանում է ամսեկան իմ սիրուն խնամքի պրոցեդուրաները։ Մոտ 10 փաթեթը իմ ամենասիրելին է, որը հենց կարբոքսի թերապիա է։ Դեմքին քսվում է գել, որը ակտիվանում է դիմակով եւ իրանց միջև ռեակցիա է սկսվում ու մեծ քանակով CO2 գազ է արտադրվում։ Մաշկի համար սա ազդակ է, որ իբրև թթվածնի պակաս կա։ Թթվածինը մաշկի բոլոր բջիջների հյուսվածքները հագեցնում է թթվածնով ու դրա հաշվին ծակոտիներն են նեղանում, դեմքը գունաբացվում է, տոնն է հավասարվում։ Դիմակից հետո կատարվում է միկրոասեղավորում, այսինքն հիալուրոնաթթու են ներարկում մաշկի մեջ, որը տևում է մոտավորապես 10-ից 15 րոպե, որից հետո հանգստացնող կտորե դիմակ են դնում եւ 10 րոպե անց մաշկս այսենց շողշողում է եւ վայելում եմ արդյունքները։ Համար 10 փաթեթից հետո մաշկս միշտ այսենց առածկական եւ շողշողուն է դառնում։ Ահա մաշկս 1 ժամ անց արդեն բնական լույսի տակ եւ ստրեսից ահագին ազատվեցի։